Այս տեսանյութը վերաբերվում է հավատացյալ ամուսիններին եւ կանանց։ Հիմա ինչ որ պետք է ընթերցեմ աստվածաշնչյան համարներով, կխնդրեմ ձեր աստվածաշունչ գիրքը բացեք եւ կարդաք տվյալ հատվածները։ Ամուսիններին անznազոհաբար սիրեք ձեր կնոջը եւ փայփայեք նրան, որպես արտացոլում է եկեղեցու հանդեպ Քրիստոսի սիրո։ Եփեսացիներին 5-րդ գլուխ 25 խոսք 29 խոսք։ Դա կպահպանի նրա հավատը սա զգալու։ Զգոն եղեք եւ հասկացեք ձեր կնոջ հոգեվոր, հուզական, մտերմական ու ֆիզիկական կարիքները եւ ամեն ջանք արեք այդ կարիքները հոգալու ուղակի կամ անուղակի։ Եբրայեցիներ 3-րդ գլուխ 12-ից 13 խոսք։ Ապետրոս 3-րդ գլուխ 7-րդ խոսք։ Ջանացեք շինություն տալ ձեր կնոջը աստվածաշնչյան գիտությամբ, ձեր իսկ բառերով եւ ձեր քաջալերությամբ եւ օգնեք նրան առնչվել աստվածաշնչյան ուսուցմանը։ Հովանես 8-րդ գլուխ 32-րդ խոսք։ Եփեսացիներ 4-րդ գլուխ 25-ից 30 խոսք։ Խրախուսեք եւ օգնեք ձեր կնոջը ներգրավվելու ծառայության մեջ եկեղեցում եւ աշխարհում։ Առակաց 31-րդ գլուխ 20 խոսք։ Եփեսացիներ 4-րդ գլուխ 11-ից 12 խոսք։ Տիմոթեոս 5-րդ գլուխ 9-ից 10-րդ խոսք։ Կանանց զգոն եղեք ձեր ամուսնու հոգևոր վիճակի համար եւ թախանձագին աղոթեք նրա համար։ Աթակավորած 25 գլուխ 1-ից 35 խոսք։ Եբրայեցիներ 3-րդ գլուխ 12-ից 13 խոսք։ Քաջալերեք ձեր ամուսնուն հավաստելով շնորհի ապացույցները նրա կյանքում։ Հռոմեացիներ 15 գլուխ 2-րդ խոսք։ Եփեսացիներ 4-րդ գլուխ 29 խոսք։ Եբրայեցիներ 10-րդ գլուխ 24-ից 25 խոսք։ Դա լսելը կպահպանի նրա հավատը։ Աջակցեք նրան առաջնորդական նրա բոլոր ջանքերում եւ նրբազգաց եղեք հոգեվորապես առաջնորդելու նրա ձգտմանը։ Եփեսացիներ 5-րդ գլուխ 21-ից 24 խոսք։ Ապետրոս 3-րդ գլուխ 1-ից 6-րդ խոսք։ Պատմեք ձեր կյանքից եւ ձեր մտորումներից, ինչ որ Աստված սովորեցնում է ձեզ Քրիստոսի ու նրա կյանքի մասին։ Հռոմեացիներ 15 գլուխ 13-ից 14 խոսք։ Աթեսաղոնիկեցիներ 4-րդ գլուխ 18 խոսք։ Լրջամիտ զրույցով, հարգանքով ու իմաստությամբ միացեք նրան։ Առակաց 31 գլուխ 26 խոսք։ Հռոմեացիներ 15 գլուխ 2-րդ խոսք։ Աթեսաղոնիկեցի 5-րդ գլուխ 11 խոսք։ Ոչ ոք չի ճանաչում նրան այնպես, ինչպես դուք։ Առաջարկեք նրան մարդիկ կամ միջոցներ, որ կօգնեն նրան։ Ծննդոց 2-րդ գլուխ 18 խոսք։ Առակաց 31 գլուխ 12 խոսք։ Գործք առաքելոց 20 գլուխ 32-րդ խոսք։ Խոնարհաբար ու հույսով օգնեք նրան գիտակցելու անօգուտ սովորությունները կամ մեղքերը, որ տեսնում եք նրա կյանքում։ Եբրայեցիներ 3-րդ գլուխ 12-ից 13 խոսք։ Հակոբոս 5-րդ գլուխ 16 խոսք։